չի Ալիևին որևէ հղում անել խոսելիս, որովհետև հարգելի գործընկերներ եւ սիրելի հայրենակիցներ, մենք ենք հայտարարել, որ մենք Հայաստանի ներկայի եւ ապագայի համար տեսնում ենք Հայաստան, որը չունի որևէ պահանջ, որևէ հարևանից։ Մենք ընդունում ենք մեր տարածքային ամբողջականությունը նախ եւ առաջ եւ մեր քաղաքացիներին առաջարկում ենք ապրել խաղաղ, ապահով, երջանիկ Հայաստանի Հանրապետությունում պարփակվելով մեր 29743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Այնպես որ որևէ տենց նորություն չեք ասեմ ավելին, այս իրական Հայաստանի գաղափարախոսությունը ընդունել եք նաև դուք, ամբողջությամբ ընդունել եք, ձեր տարբեր ելույթներում, հարցազրույցներում անպայման շեշտադրում եք, որ դուք չունեք որևէ հավակնություն, անգամ Արարատ սարի մասին խոսելիս հայտարարում եք, հո մենք չենք գնալու եւ Արարատ սարը հետ բերենք։ Դուք եք իրական Հայաստանի գաղափարախոսության կրողը։ Ասեմ ավելին, անգամ Ղարաբաղի մեր հայրենակիցների վերադարձի հարց դուք չունեք ձեր օրակարգում, անգամ պոպուլիստական հայտարարություններ չեք անում, որովհետև չունեք դուք այդ օրակարգը, ասում եք, որ չկա այդ օրակարգը, պետք է ֆիքսենք հետագայում, ճշտող հարցերին պատասխանացում եք, վերադարձի իրավունքի որևէ հասցեագրում պետք է անենք, բայց չկա այդ օրակարգը։ Դրա համար պետք է այս բանը աղմուկը մի կողմ դնել ու նայել տակը իրականում ինչ է մնացել։ Այնպես որ ինչ վերաբերում է անկախության հռչակագրին, պարոն Մանուկյան, անկախության հռչակագիրը դա պատմական իրողություն է, որը ոչ կարող ես սրբագրել, ոչ կարող ես խմբագրել, ոչ կարող ես չեղարկել։ Դա բան է, իրողություն է, որը եղել է, մենք դրանով անկախացել ենք եւ անցնում ենք առաջ։ Հիմա տեսնում ենք մեր ապագայի համար Ղարաբաղի հետ միավորում, վերամիավորում։ Մենք չենք տեսնում, դուք տեսնում եք, հայտարարեք, որ դուք տեսնում եք, աղմուկից են կողմ, փաստը շոշափելի բանն է, ասեք այո, մենք դա է մեր օրակարգը, հեսա հունիսին ընտրությունները, սիրելի քաղաքացիներ, տվեք մեզ ցայն, մենք կգնանք պատերազմով է, ինչով է, վերամիավորում կբերենք ձեզ, կմիացնենք Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղին, դա է օրակարգ, թե չէ, աղմուկ եք անում, պոպուլիստական ինչ-որ բաներ եք ասում ստեղ։ Ես կարդացել եմ եւ ուղիղ հղում եմ անում, դուք կարդացեք։